Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակեց վարչապետի պաշտոնում, պաշտոնը թողնելուց ընդամենը օրեր անց։ 47-ամյա Մակրոնը հույս ունի, որ Լեկորնյուն կկարողանա բավարար աջակցություն ստանալ խորհրդարանից 2026 թվականի բյուջեն ընդունելու համար։ Բախվելով Ֆրանսիայի վերջին տասնամյակների ամենածանր քաղաքական ճգնաժամին, Մակրոնի մրցակիցներից շատերը պահանջել են, որ նա կամ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնի, կամ հրաժարական տա։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ բաց հաղորդակցության գիծ է ապահովել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմում դաշնությունում հայտնված ուկրաինացի երեխաներին հայրենադարձելու վերաբերյալ։ Նա ասել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին այս տարվա սկզբին եւ նրանք շարունակում են կապի մեջ մնալ։ For the past 3 months, both sides have participated. Վերջին 3 ամիսների ընթացքում երկու կողմերն էլ բարեխղճորեն մասնակցել են մի քանի ոչ պաշտոնական հանդիպումների եւ հեռախոսազրույցների։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել միմյանց հետ, իշախ այս պատերազմում ներգրավված բոլոր մարդկանց։ Իմ ներկայացուցիչը ուղղակիորեն աշխատել է նախագահ Պուտինի թիմի հետ, ապահովելու երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ։ Ուկրաինայի շատ մասերում ռուսական անօդաչու թռչող սարքի եւ հրթիռային հարձակումից հետո Կիևի եւ այլ շրջանների զգալի մասը մթության մեջ էր։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունները վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ձմռան մոտենալուն զուգահեռ էլեկտրահամակարգին ուղղված վերջին զանգվածային հարձակման հետևանքով 9 մարզերում էլեկտրամատակարարումը ընդհատվել է։ Մենք տեսանք, թե ինչ արեցին նրանք այսօր։ Նրանք ռեսուրսներ հավաքեցին, մտքում ունենալով հստակ ծրագիր։ Նրանք սպասեցին անձրևի ու մառախուղի, լիովին գիտակցելով, որ դա կխաթարի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ են անում, եւ մենք նույնպես։ ԱՄՆ-ում զինամթերք արտադրող ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունից կան զոհեր եւ անհետ կորածներ։ Երկրորդային պայթյունները ստիպել են փրկարարներին հեռու մնալ այրվող տարածքից։ Պայթյունը, որ լսվել է մի քանի մղոն հեռավորության վրա, տեղի ունեցել Թենեսի նահանգի զինագործարանում, որ բաղկացած է 8 մասնաշենքից։ 2 մարդ է զոհվել, 18-ը համարվում են անհետ կորած։ Նրանց ողջ գտնելու հույսերը շատ փոքր են։ Վիրավորների թիվը չի հաղորդվում։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։